Հայացք դրսից նախագծի այս թողարկման հովանավորն է Լազարյանների հիմնադրամը։ Այս պահին իմ զրուցակիցն է Շունչ թատրոնի ռուսաստանյան հյուրախաղերի պրոդյուսեր Դանիել Հայրապետյանը։ Ողջունում ենք Մարինա ջան։ Ողջույն, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել նման միջոցառում կազմակերպելու համար։ Քանի որ Սփյուռքում կազմակերպվում են շատ միջոցառումներ, բայց բոլորը լինում են ռուսերենով կամ որտեղ որ կարող են մարդիկ հաճախել, բայց առհասարակ հայկական միջոցառումներ չի լինում։ Ու առհասարակ թատրոն շատ քիչ է լինում։ Մոսկվայում կան թատրոններ, որոնք որ գործում են, բայց օբլաստներում, մարզերում չկան։ Փորձը ցույց է տալիս, ու արդեն 10 քաղաքներում եղել ենք ու ամեն ներկայացումից հետո մարդիկ մեզ ասում են անպայման եկեք էլի մեր քաղաք չմոռանաք։ Այդ ցույց է տալի, որ մարդկանց պետք է։ Ինչու հենց պատերազմից հետո։ Սփյուռքի հայերին շատ պետք է, որովհետև երբ որ կար պատերազմական իրավիճակ, ամբողջ Սփյուռքը համախմբված էր եւ օգնում էր հայ ազգին։ Այսօր, ոնց որ ասած, այդ ներկայացումը իրենց ինչ որ պատասխաններ է տալիս։ Շնորհակալ եմ։ Ինչ երազանք կանեցին։ Ուրիշ էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար։ Հավաքություն, ոչ միայն սահմանին, այլ նաև տան։ Այս ընթացքում կազմակերպչական առումով ինչ որ դժվարությունների հանդիպել եք, ինչի կարիք կա։ Առհասարակ դժվարություններ չեն լինում, եթե կա մեծ ցանկություն։ Ես միշտ մի հատ բան եմ ասում, մեզ պետք է աջակցություն մեր հայրենակիցների կողմից ներկա գտնվելով մեր ներկայացմանը։ Մենք չունենք ոչ մի հովանավորներ, ոչ մեկ չկա, որ մեր կողքը կանգնած օգնում է։ Մեզ ուղղակի պետք է, որպեսզի մեր հայրենակիցները մեր կողքը լինեն իրենց ներկայությամբ։ Ու ամեն բան կլուծվի ու մենք էլ ցանկություն կունենանք շատ անգամներ բերել այլ ներկայացումներ եւ մեր սփյուռքահայերի հանդիսատեսներին ցուցադրենք։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, անպայման հետևեք Դանիելի էջում, նաև ունեք եւս թատրոն։ Ունենք, այո, Արմտեատր էջ բացված, որտեղ որ մեր ռուսաստանյան ներկայացումներ ենք տեղադրում եւ Շունչ թատրոնին կարող եք հետևել էջին, թե Instagram-յան, թե Telegram-յան ու բոլոր ինֆորմացիաները ստանալ ու անպայման ձեզ սպասում ենք մեր ներկայացմանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք ձեզ։ Իմ զրուցակիցն է երաժշտական պրոդյուսեր, արտիստների համերգային պրոդյուսեր եւ Единство Милосердия բարեգործական ֆոնդի արտ-տնօրեն Լիանա Գևորգյան։ Ողջույն։ Ողջույն։ Ինչ կառանձնացնեք հենց այս ներկայացման հետ կապված պատերազմից հետո, գիտեմ, որ ձեզ համար այս թեման շատ հոգեհարազատ է եւ անմիջական կապ ունի։ Для меня эта тема очень больная, потому что во время войны я находилась в Армении, и поэтому когда именно Даниэль Айрапетян предложил гастроли в Москве, я без единого задумия сразу согласилась. Я поняла, что это то, что вот нужно для наших артистов. Это передают колоссально красиво, колоссально правильно, колоссально чисто. Ты не только сострадаешь, ты не только чувствуешь это все изнутри, но проживаешь заново. Իսկ Շունչ թատրոնի հետ ձեր համագործակցությունը առաջին անգամ է այս ներկայացմամբ։ Москваем երկրորդ անգամ, потому что отзывов было очень хорошие, отзывов было много, и постоянные звонки, кто был, хотел второй раз, кто не был, хотел увидеть обязательно, и поэтому мы решили повторить. Եվ ինչ կմաղթեք Մոսկվայի հայ հանդիսատեսին։ Наша армянская публика, наши ребята, молодежь, обязательно в следующий раз, когда у нас будут гастроли, вот планируем, надеемся, в октябре, чтобы обязательно посетили, те, кто не был, те, кто был, может быть, и второй раз захотят, обязательно, чтобы посещали. Դավիթը խոսա Դիվիզիոնի կարակային գրիքերին են խփել Օպալիներ չեն գտնում Նախ կրկին անգամ բարի գալուստ Մոսկվա
Արդեն երկրորդ անգամ պատերազմից հետո ներկայացմամբ Մոսկվայում եք, ինչը նշանակում է, որ ձեզ սպասում են։ Որի համար շատ ուրախ ենք, որովհետև այն ներկայացումը, որ մենք ստեղծել ենք պատերազմից հետո, մենք իհարկե կուզենանք անընդմեջ, անդադար, այնտեղ որտեղ հայ կա, այնտեղ որտեղ հայություն կա, կուզենանք անպայման լինել մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ։ Հավատացեք, սա շատ կարևոր առաքելություն է։ Գիտես, շեմանը գյուղում մեզ բոլորը շփոթում էին։ Վահանը կռի վեր ապուտում էին գալիս, պապանից էծեցին։ Չէի հասցնում ասել, այ հեր, ախր ես անդատն եմ, Վահանը չէ։ Ախր շատ նման եք, մանավանդ հիմա երկուսը դեր մաս չունեք։ Պատերազմից հետո չունի կոնկրետ ազգություն։ Սա շատ կարևոր գաղափար է, որովհետև եթե մենք թարգմանենք պիեսը տարբեր լեզուներով, մենք կհասկանանք, որ յուրաքանչյուր երկրին, յուրաքանչյուր պետության համար սա շատ ակտուալ թեմա է։ Մենք ներկայացման մեջ չենք խոսում մեղադրական խոսքերով, չենք հանդես գալիս որևէ քաղաքական ենթատեքստերով, չենք մեղադրում կոնկրետ նրանց, ովքեր հրահրել են կամ հրահրվել են պատերազմական իրավիճակ ստեղծելու համար։ Մենք խոսում ենք ընդհանրապես այն չարիքի, այն արհավիրքի մասին, որի անունը պատերազմ է։ Եվ մենք ընտանիքի մոդելը վերցնելով, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տեղադրելով իրենց կարևոր ֆունկցիաների մեջ փորձել ենք ստանալ հայրենիքի մոդելը, ընտանիք գաղափարով։ Յուրաքանչյուր ընտանիք, ինչ ցավի ու տառապանքի միջով է անցնում յուրաքանչյուր պատերազմի ժամանակ, անկախ նրանից, թե դա որ երկրների միջև է տեղի ունենում։ Սա ընդհանուր ամբողջ աշխարհի գլոբալ ցավն է։ Մեզ այս երկիրն աբաժին եկել, այս հողը, այս ազգը, այս ծնողները, գնաց գնունդ փոխի, եթե ուզում ես հանգիստ ապրել։ Պաստորեն այս հողը ջրից չի ծաղկում, մենակ արյուն ապրեք, արյուն։ Երեխեն հողանայի գրքում չի մնալու, մի օր պիտի ոտքա հողին դնի, այդ հողը մեզ համար պահելու, ով է պարտավոր հայքի երեխայի համար, հող պահել, տղա։ Առհասարակ հայկական թատրոնը այսօր ինչի կարիք ունի։ Ես անկեղծ պիտի լինեմ, վերջին ժամանակահատվածում հայկական թատրոնը շատ բանի կարիք ունի։ Հայկական թատրոնը անկեղծ ասած ունի ֆինանսի կարիք, հայկական թատրոնը ունի ճիշտ գաղափարակիցների կարիք, հայկական թատրոնը ունի հետաքրքիր ու լավ հանդիսատեսի կարիք, ունի շատ ավելի յուրահատուկ ներկայացումների կարիք եւ այս ամեն ինչը իհարկե լուծելի հարց է։ Մի փոքր ավելի շատ աշխատանք է պետք, ավելի շատ սեր ու նվիրվածություն եւ ամենակարևոր գնալ ժամանակի հետևից, որովհետեւ եթե մենք բաց ենք թողնում այսօրվա պահանջն ու պահանջարկը, մենք ունենում ենք կորուստ հայկական թատրոնում։ Ես ուրախ եմ ու գոհ, որ ստեղծվել է Շունչ թատրոնը, որը նշելով այդ յուրաքանչյուր խնդիրը, հաշվի առնելով ստեղծում է յուրաքանչյուր ներկայացում այնպես, որ հանդիսատեսին եւ մշակույթին մենք կարողանանք բավարարել այնպես, որ հայկական թատրոնը չկորցնի իր գույնն ու տեսքը։ Քիչ քեզ չի տանջում, հա? Գնելու տահաճ մտաբերում ես այդ մեր ռոստը հայացնել։ Դե ուզում ես դեպքի դասեմ, որ վախից դու ես քաշել նռնակը։ Իսկ դված նրանք է, ճովասարա։ Մորդ եմ խապել, աղբորդ, ինձ որ չկախվեմ, ու այսքանից հետո դու չես կարողանում ինձ ներել այլ ակոտ։ Իր փոքրիկ խմբով, իր փոքրիկ ներկայացումներով, շենք չունենալով, բայց մենք ստեղծել ենք Շունչ թատրոնը ես եւ Սերյան Մովսիսյանը զուտ մի բանի համար, որ ծառայենք հայկական մշակույթին, ծառայենք ազնիվ, ծառայենք մեր հանդիսատեսին եւ հնարավորինս ներգրավենք ժամանակակից դրամատուրգների, որոնց մասին չգիտեն, ժամանակակից կոմպոզիտորների, որոնց մասին չգիտեն, տաղանդաշատ դերասանների, որոնք որ այդքան էլ շատ պահանջարկ միգուցե չունեն իրենց թատրոններում, որովհետեւ չեն ռեալիզացվում այնպես, ինչպես որ պետք է։ Եվ իհարկե ամբողջ աշխարհին համայն հայությանը ցույց տանք, որ հայկական մշակույթը չի զիջում ոչ մի բանով, պարզապես պետք է հավատալ, գնալ, տեսնել, սիրել եւ աջակցել։ Հա, ես պիտի գնամ։ Միասին ենք գնում։ Ուր ենք գնում, ուր բոլորը։ Սկսվեց։ Պատերազմը սկսվեց։
Այս ներկայացումը ժամ, տեղ չի ճանաչում։ Կարծում եմ այս ներկայացումը կարելի է խաղալ միշտ, քանի դեռ կան պետություններին, երկրներին սպառնացող վտանգներ, քանի դեռ կան մայրեր, ովքեր իրենց որդիներին եւ ամուսիններին պետք է ճանապարհեն մարտի դաշտ։ Այսինքն, քանի դեռ աշխարհը պատերազմների մեջ է, այս ներկայացումը կարևոր է։ Դատապարտի մամ, որ սուրում էին տան պատերի մեջ։ Դու ասացի, կանչողը կգտնի, թակովի համար դուրը կբացվի, ու խնդրողը կստանա։ Ես կանչում, թակում ու խնդրում եմ բոլոր մայրերի անունից, պահիր մեր որդիներին, պահիր նրանց քո աչքի լույսի պես։ Ճակերտավոր կարևոր է։ Ես կուզենայի, որ կարևոր չլիներ, որովհետև կուզենայի, որ աշխարհում լիներ խաղաղություն։ Բայց կարևոր է եւ հոգեբանական շատ ճիշտ մոտեցում է ցուցաբերում այս ներկայացման յուրաքանչյուր կերպար, եւ մայրերը, եւ որդիները, եւ հայրենիքը, եւ հայրերը։ Այս ներկայացումը որևէ քաղաքական մոտեցում ինչ որ հարցի չունի, այս ներկայացումը ընտանեկան հարաբերություններում կատարվող խնդիրների մասին է։ Տեղ ասա գնամ սուսուպուս կանեմ սպասեմ։ Մեկը չեք, երկուսը չեք, երեքով, մի տնից 3 հոգի, վաղանի մասին էլ չեմ խոսում։ Մերը տղեր Աստված է պես ուզում։ Ես շատ ուրախ եմ, որ այսքան շրջագայությունից հետո այս ներկայացումը դեռ շարունակում է իր ուղին, այսինքն մենք ունենք կարիքը այս ներկայացման։ Ներկայացումը շատ լավ է ընդունվում մեր հայերի կողմից։ Մենք նաև սովորեցրեցինք Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին դիտել ներկայացում։ Իրենք ասում են թատրոն եք բերել։ Այո, մենք իրենց սովորեցրինք, որ կարելի է նաև վերաբերվել արվեստին լուրջ, որովհետև մեր սփյուռքահայ հայրենակիցները երկար ժամանակ կտրված են եղել այդ ամեն ինչից, իսկ հիմա մենք մեր հայկական շունչը փոխանցեցինք իրենց։ Իրենք մեզ սիրեցին, մենք իրենց սիրեցինք։ Պատերազմից հետո դերասանի եւ Սփյուռքում ապրող մեր հայերի համար շատ սիրուն զգացմունքային մի հատ էներգիա ստեղծեց, որը Աստված առաջ թող պահվի եւ պահվի այլ ներկայացումներով։ Մամ, ապրես, մամ։ Բարսինս չոդես։ Առհասարակ պատերազմից հետո ներկայացման ժամանակ ինչքան էլ էմոցիոնալ դաշտը մեծ է, բայց տարբեր է։ Եվ միշտ որ հանդիսատեսը ասում է դերասաններից էներգիա ենք ստանում, փոքրիկ գաղտնիք բացեմ, դերասաններն էլ հանդիսատեսից է էներգիա ստանում։ Իհարկե միշտ բուռն է լինում այս էներգիան այս ներկայացման ժամանակ, բայց այսօր մի փոքր այլ էր։ Ես հիմա կռվում եմ դեռ չծնված տղուս համար։ Պետք լինի աշխարհներ ոտքերի տակ կփռան։ Այս բակի հերթական խաղ չի, որ օգնենք ում բարձրանա։ Ուղղակի չեմ ուզում, որ հետո ամաչես։ Ես չեմ ամաչի։ Չես ամաչի, որ արտորտային պատերազմից հացնի։ Դու կպահվես, եթե չգա, գլուխդ է ջարդի։ Ուրեմն արին է։ Ուրեմն մի գնա, անիմաստ է։ Չասես էլ այդ։ Անիմաստ է, արա, ես մենա։ Այգո անիմաստ է, որ ձենս կտրեմ դրանից այս պատերազմի իմաստավորվելու։ Արա դե ձենը։
4-ս բեմում այդ նույն էներգիան փոխանակում ենք ու երբ որ այդ էներգիան կրկնապատկվում է հանդիսատեսի կողմից, այսինքն մենք ստանում ենք դա դահլիճից, դա ստացվում է լիարժեք։ Մենք այսօր եւս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր Մոսկվայի հանդիսատեսը ֆանտաստիկ հանդիսատես է, շնորհակալ ենք իրենցից շատ։ Ուզում եմ ազատագրվել։ Ջջեմ միջողությունից ասել դրվար կվապեն, բայց չի ստացվում։ Իմ ամոն կյակը այրացիություն է։ Իսկ իմ այդ ծավը դեմի պես ներսից օջոտում Я был очень удивлен, насколько им тонко удалось передать то, что сидит внутри у каждого армянина, я так думаю. Вот. Ну, у меня были мурашки по спине и слезы на глазах на протяжении всего спектакля, начиная с того звонка, который был главным отцу семейства пришел. И вот с тех пор, вот, заканчивая кулисами и финальными аплодисментами, я не мог прийти в себя. Я очень рад, что такие проекты, и тем более проекты на армянском языке, гастролируют по миру, по Европе, по России. Я очень горжусь, что я их знаю, я благодарен, что они меня позвали. Зал взрывался, рыдал. Тема очень актуальна. Мне кажется, эта тема затрагивает каждого из присутствующих здесь зрителя. В будущем наш народ жил в здравии, в достатке, в радости. Хочу поблагодарить всех актеров, организаторов, режиссера, сценаристов, всех, кто принял участие и создал этот великолепный проект. Выразить словами достаточно тяжело. Я сюда шла с таким чувством, что вот армянский театр – это действительно то место, где мы можем со сцены услышать родную речь, да, или посмотреть на армянских актеров. Но в процессе я поняла, что здесь совсем другая задача. Больше всего, конечно, задела молитва матери. Эта роль, единственная женская роль, она, конечно, просто невероятная. Мне хотелось и плакать, мне хотелось все-таки смотреть в будущее с надеждой и с верой. То, о чем просила мама этих мальчиков. Եկեք դիմավորենք руководитель культурного центра посольства Армении в России, основатель Московского театра имени Сергея Параджанова, заслуженный деятель искусства Владимир Галкин. Добрый вечер, дорогие друзья. Очень сложно, конечно, будет сейчас говорить. Мы потеряли поколение светлых, прекрасных ребят, которые отдали свою жизнь безоговорочно за самую высшую ценность Родины. И если сегодня, в эти сложнейшие времена, возможна реализация такого проекта, который мы сегодня увидели, это говорит о том, что у нас есть надежда верить в то, что, преодолевая эти беды, мы понимаем не только память о смерти, но и символ воскрешения. И от имени Культурного центра посольства Республики Армения низко поклониться вам, дорогие друзья, за вашу работу, за вашу честность в искусстве, за тот внутренний смысл, который так трепетал в каждом из вас и который вы смогли через ком в горле передать, стирая границы сцены и театральной условности. Спасибо.
Հիանալի էմոցիաների մեջ եմ, ոնց կարելի է փոքրիկ մի դրվագում մի ամբողջ ազգի պատմություն ներկայացնել։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Հուսամ, որ կարողացանք փոխանցել այն ամբողջ էներգետիկան, ինչ կատարվում էր դահլիճում։ Ես առաջարկում եմ լինել ավելի ակտիվ, ովքեր չեն բաժանորդագրվել իմ ալիքին, միացեք, թողեք ձեր մեկնաբանությունները, հետևեք իմ սոցիալական էջերին եւ դուք տեղեկացված կլինեք առաջիկա նոր սյուժետների մասին։ Դե ինչ, լավ եղեք, կհանդիպենք հաջորդ անգամ։ Հայացք դրսից նախագծի այս թողարկման հովանավորն է Լազարյանների հիմնադրամը։